Sonra Türkçe'de konuşuruz. Anunhor, Yevortvo, Yevokun Sirpo, Amen. Ansiyal giragi, anarak orti giraginer, derkisusi batmaz arakneren anunu garne, yev mezi batmenik şatpaner uni. Gartank, derisus sav, Մարդ մը երկու որդի ուներ, անոնցում է բզդիգը հորը սավ, հայր, քու ստացվածքետ ունեցածներըտ, ինձի ինգած պաշինը դուր ինձի, անալ պաշնեց անոնց իր ունեցածը, շատ օրեր չանցած, բզդիկ որդին բոլոր պաները հավաքեց, հերու երգիր մկնած, Եվ հոն անարագությամբ ապրելով, վատ կյանք ունենալով իր ունեցածը փչացուց։ Բոլոր ունեցածը հացուցած էր, լմնցուցած էր, երբ երկրին մեջ սաստիկ սոմը եղավ եւ ինձ չկավոր դարձավ։ Ուստի քնած այդ երկրին քաղաքացիներեն մեկուն քով մտավ Անալ իր ակարագը գրգեց զանիգա, խոզեր արացելու համար։ Հոմ գպապակեր խոզերուն գերած եղջուրեն իր փորը լեցնել, բայց մեկը չեր դար անոր։ Այնադեն ինքզինքին կալովսավ, քանի պանվորներ կան իմ հորս տունը հացով լեցված, ես հոս սովամահ կգործվիմ, ելլեմ երթամ հորս, Եվ ուսամանոր, հայր, մեղանչեցի երկինքի թեմ և քու արջևըտ, ալ արժանի չեմ քու որդիտ ուսելու։ Զիս քու վարձկաններետ, աշխատավորներետ մեգուն բես ուրե, ու ելավ իր հորը կնած, մինչտեր իմ շատ հերու էր, հայրը տեսավ զանիգա և քութը շարժեցավ, և վազելով Անոր պարանուցին վրա ինգավ ու համպուրեց զանիգա, որդին ալսավ անոր հայր, մեղանչեցի երկինքի դեմ և քու արջևըտ, այլևս արժանի չեմ քու որդիտ ըսվելու, բայց հայրը սավ իր ծարաներուն հանեցեք առաջին պատուջանը ու հակսուցեք անոր և մադանին թրեք անոր ցերքը ու գոշիկներ անոր ոտքերը Եվ բարարդ զվարագը գովը մորթեցեք պերեք և ուտենք և ուրախլանք վասնզի այս իմ որդիս մերած էր, ողջնցավ, գործված էր, գտնվեցավ, ըսկսան ուրախություն ընել։ Ուրեմն այս արագին մեջ մենք մեր մարդկային մեծակուն դգարություններեն մեկը կտեսնենք։ Բոլոր մարդոց մեջը անանուն անհանգստությունը կա գտնված տեղը, գտնված թիրքեն, շահած տրամ են, ըրած գործ են, ընտանիք են, ասկականներ են, իր ապրած երկիր են, իր ապրած քաղաք են, թշկողությունը կա Եվ մենք չենք գիտար այդ թշկողության փուն պատճառը և կկարծենք, որ մեր եթե պայմանները փոխենք, ավելի հանգիստ պիտի լա։ Երբեմն ասիկա շիրակ է, բայց շատ հաճախ անհանգստությունը շատ ավելի խորունգյան կա։ Մենք մեր միտքին մեջ գիտենք, որ կյանքը հարուստ է, Բայց մեզի ինգած պաշինը չենք ավներ։ Ուրիշները ավելի լավ պաշին ստացած են մեզ մեր կգարցեն և մենք շատ հաճախ աստոր համար արգացախնդրություններուն գնետվինք, հետո մեր ցերկեն եղածն ալ կգործնցնենք, հետո կհասկնանք, որ մեր նախկին վիճակը լավ է եղել։ Այսինքն այդպես Հոսմ գասված աղկադու ուրախացնելու համար ինչ կներ, նախ էշը գործնցնել ուդա եղել, հետո յա գտնել ուդա։ Հետևաբար մենք մեր
մեջը գտնված շնորհներուն առավելություններուն արժեք երբ որ չենք գիտեր, այնադեն գարելի է որ մենք խնդիրներուն նետվենք։ Ուրեմն հոստե անարակ որդին իր հոր ակարագեն կողջեն։ Ինքը լսած է մեծ քաղաքներու հրաբույրը, գուզեր հոն երթալ, և հոն կյանքը դարբեր է, հոն կյանքը ուրախ է, զվարճալի է, լույսեր կան, քերեցիկ ուրախություններ, զվարճություններ կան, քերեցիկ ջիներ կան հոնդեր, և ինքը պետք է երթա և այդ բոլորը փորձը։ Ուրեմն ինքը չհասկացավ իր խորքովը, իր եղբոր հետ, աղայի մդղա ուլալու առավելությունը։ Բայց հետո այն վիճակին ինգա, որ հիշեց, որ իր խորքովը աշխատավորները նույնիսկ իր վիճակեն ավելի լավ է։ Այո, լավ է, որ անիգա հասկացավ և երբեմն մեր յանքի ընթացքը այդպես է։ Մենք սխալը առանց ունելու չենք կրնար անոր սխալը լալը հասկնալ։ Մեր մեծերը գսան, ուսուսիչը գսը, աստված գսը, ավետարանը գսը, բայց մեր մեջը այդպես բարակ կողմ մգան և գկարծենք, որ այդ բոլորը ձեր մարդոց ըսածներն են։ Մեր երդասարդ արյունը ուրիշ փան կպսպսա մեզ են։ Եվ հետո կերթանք և կհասկնանք, որ այդպես չէ եղել, մեր մեծերը իրավունք ունին եղել իրենց խրատներում մեջ։ Անորամար երբեմն զավակները իրենց հայրերը, մայրերը չեն հավներ։ Երբեմն թեմ կան։ Այնադեն հայրերը, մայրերը ինչ կսեն, հիմա չես հասկնար, բայց երբ օրդունալ հայր մայրուլաս, այնադեն բիդա հասկնաս։ Ուրեմն մեզի համար շատ կարևոր է մեր գտնված վիճակը քնահատել, հասկանալ և մեր երջանկությունը, հաջողությունը գտնել նախ մեր գտնված տեղը։ Եթե հոն չկա, այնադեն կարելի է շրջանակը ընդլայնել և հոնդերերը փնտրել, բայց պետք է մենք նախ արժևորենք մեր գտնված տեղը։ Այսօր այդ ավոր պատմությունը կա, եղած պատմությունը։ Գիտեք աթամանտը ինչ է, աթամանտը ինչ է, էլմաս։ Աթամանտը շատ թանկագին քարերն են և ամենեն մեծը գտնված է Պարսկաստանի մեջ, այսօր պատերազմն է, չէ՞։ Պատմությունը սա է, Հաջի Օմեր անունով 4 դղաներով ապրող հողաքորձում կա։ Եվ ինքը իր կյանքը կշարունակե օրը դերվիշ կուքա ասոր, ճիշերմը կմնակովը և կպատմե աթամանտներու մասին, թե աթամանտները ինչպես քեդերուն մեջ կգտնվի, եթե մեկը անոնցում է մի փոքր ունենա շատ հարուստ կլա և այլն, այդպես կպատմե այս Հաջի Օմերը չգնար քնանալ ամփոփ շիշեր։ Գսե ինչպես պիտի գտնեմ ասիկա այս բանը։ Գսե որ թյուն չէ, եթե թյունը ամեն մարդ կգտնե, պետք է շատ փնտրես, բայց ընդհանրապես այդպես քեդերուն զայրը կգտնվի, բարձր լեռներուն քովը կգտնվի։ Ուրեմն երբ որ դերվիշի գերտա իր զավակները կհավաքե, գսե որ ես պիտի երթամ աթամանտ փնտրելու։ Հարգավ տանուրամար տրամի պետք ունի, գծախե իր ակարագը, տրամի գվերած է, իր դղաներուն ալպաներ մուգուդա, գսե դուք սեր կլուխին ժարնայեցեք։ Եվ այդպես կերթա ինքը լերները աթամանտ փնտրելու և լերներու վրա ավազակներ գարցակի և գմերցնա Հաջի Օմերը։ Պատմություն ասկի հետո գսկսի, Հաջի Օմերին ակարագին մեջ են, փոքրիկ վտակը գված է, դերը գված է, ուրեմն
Անիգա նոր արած մարդը այն օրմը դերեան եւ որ գանցնի ոնդե փայլող քարեր գտեսնե մի քանի հատ գարնը ագսե ասոն կսե մեր դրակը գխաղան ասոն սետ եւ դուն գթարնա սեղան գտնե ասոն մի քանի հատը հետո իր կորզին գերտա եւ որ գթարնա կորզեն թուրը գզարնը այդ դեպի գուկա սա որ Հաջի Օմերը ուր է սա որ անիկա քնած ծախեց ակարագինցը դերվիշը գնայի սեղանին վրա սա Հաջի Օմերը ետ թարցավ սա ինչու սա ասոն սա աթամանտներն ինչ աթամանտները սիգա բարձ քարերն աբագի նման չէ սա ես գասկնամ ասիգա աթամանտ է ուրեմն գվազեն թեւի վդագը աթամանտի թաշտն է եղածն ես եւ աշխարհի ամենամեծ աթամանտի հանքը հոն է հիմա Հաջի Օմերը Օմերի սխալը ինչ է աթամանտ փնտրելը վատ չէ պետք է փնտրես բայց նախ իր քեդին մեջ պիտի փնտրել չէ նախ ում պետք է տեսնել թե արդյոք գա թե չգա եթե չգա այո գարելի է փնտրել բայց պետք է անիգա ինչպես ասենք պետք է այդ փորձ ունենան նման պատմություն կա Ավստրալիայի մեջ 19-րդ դարու վերջերը Ամերիկայի մեջ Կալիֆոռնիա մեծ շարժում կար ոսկիի հարցակում ամեն մարդ Կալիֆոռնիա գերտար ոսկի փնտրել այդպես եւ մարդիկ հարուստ կլային Ավստրալիայի մեջ ակարագի դերմը որ կետնախնձոր գմեցնե փաթաթես ուրեմն ինքը գլսա ասիգա ասա որ այս ինչ համալություն գնենք մենք հոստը եթե ես գդորմը ոսկի գտնեմ ավելի հարուստ կլամ գծախե իր ակարագը Ամերիկա գերտա ոսկի փնտրելու մի քանի գդոր գտնե հետո ավազակները գքոնան եւ գմերցնեն նրան գրգին պատմությունը նոր գսկսեն այն մարդը որ անոր ակարագը գարնե գքնե ինքնալ փաթաթես գահասնե անոր համար պետք է հերգե հերգազադենը կորձիկը քարիմը գզարնե եւ մեծ փամնանիգա ուրեմն փորելով գուզե հանե եւ որ քարին զարնե մետաղի ցանգուկա հետո գրգին գզարնե որ թեղին է անիգալ ոսկիի թաշտն է եւ այդ զարգաց քարը 126 կիլո է Սիդնեի մեջ այսօր գծուցապերան մեկ գդոր 126 կիլո հիմա այս մարդնալ սխալ չրավ թերևս այո ոսկի գուզե փնդրել բայց նախ պետք է փնդրել ուր իր թաշտին մեջ գա չգա մարդուն ցանկին մեջ ամենեն դժվար զսպելի զգացումներն մեկն է որովհետև Աստված մեր սիրտին մեջ մեր գեներուն մեջ փամը դրած է ինչ դրած է թրախտ որովհետև թրախտին մեջ ստեղծվեց մենք փամը գսեմեզի մեր որ այս թրախտ չէ պետք է թրախտը փնտրես երջանիկես ավելի երջանկություն կա անիգա փնտրե հետևաբար մեր սիրտին մեջ եղած գողնացույցը քուսուլան միշտ թեպի երջանկություն ավելի մեծ երջանկություն գհրավիրամես ասիգա երբ որ մենք ըսկանք այնադեն անհանգիստ կլանք մեր գտնված տեղն փամը ուներուսենք դուք այսօր ինչի եկաք ավելի երջանիկ լավ համար չէ եկաք որպես ասում եմ փամը լսեք սեր սիրտը քիչ հանգստանա աղոթեցեք սեր փապակներ Աստծո ներկայացուցեք այսինքն մենք ինչ որ գնենք ավելի լավը ավելի քեյցիկը ավելի երջանիկը
փնտրելու մեջ է մեր փապակը։ Բայց այդ փապակը ճշմարիտ է, բայց անիկա ինչպես պիտի հագեցնենք, անիկա շատ զուգակներով լեցուն է։ Մենք հանգիստ պետք է ունենք, չէ՞, բայց ո՞րն է հանգիստը, զորունակ ժամը 11-ին քնանալ, թե մինչև 3 զվարճանալ, ուտել, խմել, գիշեր չէ, նոր տարվան գիշերը, մինչև առավոտ մնալ, այո, լավ է, դարին մեկ անգամ բայց, չէ՞։ Որ մեկը ավելի լավ է, անկում մնալ մինչև 2-3 հեռադեսիլի վրա, իսկ 11-ին անգոյում մտնել և առավոտում ժամը 7-ին արդննալ գործերութա համար թարմ գերբով։ Առաջին անգամ մեր աչքին երևած այդ է, որ լավ է, որ մենք ճիշեր ուշ վարգենք։ Որ մեկը ավելի լավ է, տրամ ունիք և այդ տրամը գրնակ ծախսել, եթե ծախսեք, ամենեն լավ այդպես ռեստորանին մեջ գրնակ ճաշ ուտել, ամենեն ավոր հագուստը գարնեք, այո, լավ է այդ վարգյանին, բայց հետո, մեկ տարի հետո, այդ տրամի պետք ունենակ և տրամը չգա մեջտեղ։ Հիմա, որ մեկը լավ է այդ տրամեն մասմը պահել, վատ օրերուն համար, սակտա սամանը, գերիր զամանը սերով, թե կտա անիգա ես ամիջապես ուտեմ և պիճացնեմ։ Հիմա անարակ որդին այսպես լավ։ Երբեմն հաջողությունը այն բանն է, որ պետք է զսպենք մենք մեր հաջողությունները այսօր։ Վաղը ավելի մեծ հաջողություններուն համար։ Մեր փոքր երջանկություններն պետք է հրաժարենք վաղվան մեծ երջանկություններու համար։ Այս յանքին մեզի սորվեցուցած մեծակույն թասերեն մեկն է։ Անարակ որդին ուզեց, որ այդ տրամը պիշտ պիտի գունա իրեն հետ և մսխեց, պճացուց և հետո սովի հետ թամհանդիման եկավ, օգնելիք մեկը չգար։ Երդասարտությունը ամենավտանգավոր տարիներն են, որովհետև երբ որ երդասարտ կլակ, սեր արյունը խենդ կվասա, սեր վրա վստահություն կուկա, մեծերը չհավնելու կսկսի, թուք սեր ընգերները կունենակ, անոնց հետ կխոսիկ և կհասկնակ, որ տարբեր կյանք մգա և շատ խիզախ քայլեր կարելի է առնել, բայց շատ կարևոր է, որ երդասարտներուն մենք սորվեցնենք երջանկությունը իրենց գտնված միջավայրին մեջ սորվի։ Հիմա մեր երդասարտներու համար մեծ վտանգներ կան, չէ՞, թմրեցուցիչ, մինչև նախագրթարան մտած էլեկտրոնիկ սիգարան, փախտախաղեր, այդ կազինոյի խաղեր, կոմպյուտերը և վատ ընկերություններ, այդ բոլորին արմատը ինչ է գիտեք դղակ ինչ է, թուն երջանիկ չես հիմա, եթե այդ թեղը առնես, ավելի երջանիկ պիտուլաս։ Հիմա թուն այսպես լավ չես, եթե այդ էլեկտրոնիկ սիգարան առնես, շատ հավալը պիտուլան կա։ Մեկենը մեկ գրնաս հարուստ ուլալ, ինչպես հայր մայրը չգիտեր, կոմպյուտերի մեջ կմտնես, հոնդե բահիս կխաղաս, սա գնես, նա գնես, և մեկենը մեկ ինչ կլա, երջանի կլաս, տրամ կունենաս, անոնց կապված չես ունենար, անոնց տալի կրբանի տրամին հարչլուգին պետք չես ունենար։ Ուրեմն նայեցեք, հաջուկմը կգան չէ, ասոր թիմանալու պայմանը ինչ է, Հաջի Ömer'in ըրածը չուներն է։ Քու գտնված դեղդ պետք է գտնես հաջուկդ։ Թվափանությունը սիրելն է հաջուկը։ Հոնդե պրոբլեմներու լուծելու մեջն է հաջուկը։
Հաջույքը նոր բաներ սորվելու մեջ է։ Հաջույքը yapay zekan սորվելու, կորզածելու մեջն է։ Շինիչ բաներ։ Հաջույքը քու բարեկամներուդ, քու ասկականներուդ մեջ, հայերուն մեջ մնալն է, անոնց մեջ ընկերություն ունելն է։ Անիկա փորձեցեք, եթե չեք գտներ, այնադեն ուրիշ բաներ փորձեցեք, բայց նախ պետք է մենք փորձենք մեր գտնված միջավայրին մեջ բնական առողջ երջանկություններով բավարարվի։ Ուրեմն անարակ որդիի դված թասերեն մեկնալ այս է եւ ես կարծեմ որ շատ կարևոր է մենք հայերուս համար։ Ոստե ծնողներ կան, իրենք զավակներ ունին, թորներ ունին, մեծակույն խնդիրին չէ, այս երկրան պիտի երթանք մենք։ Այս երկրի մեջ հավաքը չկա։ Այո, շատ թյուրին ժամանակներ են չենք անցնիս, բայց Ամերիկա երթասն է քեզի կարմիր քորքերով պիտի չթմավորեն։ Քու կիցած երկրիդ մեջ, քեզի ծանոթ պայմաններուն մեջ պետք է փորձես։ Եթե չես, այնադեն կարելի է փորձել ուրիշ բաներ։ Նայեցեք, մենք հայերս մեծ հարստություն ունենք այս քաղաքի մեջ, որովհետև մեր հայրերեն ժառանգ մնացած է։ 17 վարժարան ունենք, 50 հայկական եկեղեցի կա, հիվանդանոցներ ունենք մենք, օրաթերթեր ունենք, սանուց միություններ ունենք, մշակույթ ունենք, փառավոր մայրենի լեզու ունենք, պետք է այդ ասոնց արժեքը գիտնանք, եթե չենք գտներ անոնց մեջ երջանկությունը, հանրեն փորձենք ավելի ընդարձակել մեր շրջանակը։ Կարելի է արտասահման երթալով որոշ առավելություններ շահել։ Բայց մենք գիտենք, ոնց է քաղաքները 40 տարի եղել է, տակավին հոստերի հետ կապ։ Հոստերի հերադեսիլները գտե, հոստերի երկերը գլսը։ Ամեն ինչ նյութական չէ։ Մարդուն երջանկությունը այո կարևոր է, բայց ի վերջո երկրի մեջ ապրիլ այդ երկրին դժվար եւ վատ օրերուն ալ փաշանեկից թարնալ։ Այո, մենք այս երկրի մեջ դժվար օրեր ունեցանք մեր հայության պատճառով։ Այլևս մեր հայության պատճառով դժվարություն չկա այս երկրի մեջ։ Հետևաբար պետք է մենք մեր ժառանգին դեր թարնանք եւ մեր գտնված տեղը արժևորենք։ Այո, համալսարանը ավարտած 3 տարի կորչ չգտած երիտասարդի համար արտասահմանը փորձել հարգավտե կարելի է։ Բայց տակավին համալսարան չսկսած, երբ որ ծրագիրներ կկազմեն արտասահման երթալու, անիկա մեծ վտանգ է հատկապես մեզի պես փոքրամասնություններու համար ցուլվելու, հալելու աստեցիկ միջոցները։ Հետևաբար պետք է գտնենք մեր ասկի արժեքները եւ անոր մեջ երջանիկ ըլլալ փորձենք։ Փանաստեղծությամբ զբաղվեք, հայ փանաստեղծությունը ուսումնասիրեցեք։ Քրագանություն հայ քրոներ կան փառավոր։ Պատմությունը սորվեք, հայոց պատմությունը սորվեցեք։ Գրոնքով զբաղվեք, հայ արաքելական եկեղեցի կա, հոգսեցեք։ Փորձողները երջանիկ եղել են, դուք ալգուղակ։ Այնպես որ սիրելիներ, կյանքին մեկ անգամ կուքանք մենք եւ երջանիկ եւ հաջող գլան այն մարդիկ, որ մեծերու խրատները գլսան ժամանակին։ Եվ քիչ վնասներով իրենց երիտասարդությունը կանցնեն եւ հասուն կյանքին մուտք կգործեն։ Evet sevgili kardeşlerim, büyük oruç döneminde ilerliyoruz.
Ve kilisemiz geçen pazar Yaramaz Oğul haftasıyla bize bu hafta neyin üstüne düşünmemizi gösteriyor. Şimdi Hisus zamanında dindarlar vardı. Çok dindarlar vardı. Sofular vardı. Ve bunlar Hisus'un günahkarlarla oturup kalkmasını, sohbet etmesini, yemek yemesini içlerine sindirmiyordu. Niçin? Çünkü bu adamlardan umutlarını kesmişti bu sofu olanlar. Ve çok, nasıl diyeyim, sert, Musa'nın yasalarıyla yönetilen, Musa'nın yasalarına göre insanlara davranan sert bakışlı bir tanrı anlatıyorlardı. Günahtan hoşlanmayan bir tanrı, günahı en sert şekilde cezalandıracak bir tanrı. Madem ki biz de bu tanrının çocuklarıyız, günahkarlara böyle bakmalıyız. Onları hor görmeliyiz, ötelemeliyiz. Çünkü günah bulaşıcıdır. Dolayısıyla Hisus nasıl oturacak, bu günahkarlara da yiyecek ve kendisi günahkar olmayacak? Bulaşır çünkü. Ve Hisus bu insanlara diyordu ki, sizin sevinmeniz lazım. Çünkü bu günahkar insanlar günahlarından dönüyorlar. Yeni bir hayatları oluyor. Tanrı'nın sözünü dinliyorlar. Çünkü bir insanın hayatını biz yargılayamayız. Hangi yerlerden geçti, hangi yönlerden ulaştı o şeye biz bilemeyiz. Bir insanın hayatı çoğu kez içine koyulduğu ortamla ilgilidir. Ve içinde koyulduğu ortam onu değişik suçlara yol açabilir, itebilir. Biz bilmiyoruz insanların şartlarını. Dolayısıyla Hisus diyor ki bu insanlar hatalarını anladıklarında, onları döndüklerinde onları karşılayacak, onları sevinçle karşılayacak ve günahlarını hatırlamayacak bir Tanrı var. Sevgi dolu bir Tanrı var. O bizim babamız. Tabii ki bu Yahudilerin o zamanki din anlayışı için kabul edilebilir bir şey değildi. Tanrı uzakta olan bir şey hep, sadece yasalarıyla bizimle konuşan ve o yasaları dinlediğimizde bizi mükafatlandıran, dinlemediğimizde bizi cezalandıran, asık suratlı bir polis tanrı, elinde not defteriyle günahlarımızın hesabını tutan, bir gün bu dünyada olmazsa öteki dünyada yüzümüze vuracak ve bizi cehennemde şiş kebap yapacak bir tanrı. Şimdi Hisus diyor ki bu böyle değil. Tanrı'yı yanlış anlıyorsunuz siz. Siz Tanrı'yı yanlış anlatıyorsunuz. Bu anlattığınız Tanrı insanları yaklaştırmaz. Bu insanların içinde reaksiyon yaratır. Bu insanlar evet bu Tanrı'nın önünde korkarlar, titrerler ama ilk fırsatını bulduklarında günah işlerler ve ikiyüzlülük ortaya çıkar. Onun için Hisus'un bu sofulara yönelik eleştirilerinden birisi ikiyüzlülüktür. Siz dıştan çok dindar görünüyorsunuz, her şeyiniz var ama içinizde bir kibir ve gurur biriktiriyorsunuz. Ve bu Tanrı'nın gözünde değerli değil. Onun için kendisini böyle suçlayan kişiler için bu yaramaz oğul meselini anlatıyor. Bir babanın iki oğlu var. Küçüğü baba diyor mirasını bana ver. Öldüğünde benim olacak. Ama Allah bilir ne zaman ölürsün sen. Şimdiden ver. Ve babası mirası veriyor ikisine. Çocuk hemen paraya çeviriyor ve uzak memlekete gidiyor. Orada sarf ediyor. İncil'in yazdığı gibi kötü kadınlarla, sefahatla paralar çabucak suyunu çekiyor. Sonra ülkede büyük bir kıtlık başlıyor. Yabancı bir ülke, putperest bir ülke. Oradakilerden birisi acıyor buna, çiftliğine gönderiyor domuzlar gütsün diye. Domuz Yahudiler için bırakın yemeği, dokunması bile günah olan, insanı kirleten bir hayvan. Ama şimdi onları gütmeye gönderiyorlar. Ve
bu domuzların yediği keçi boynuzu var. Ondan vermiyorlar, sayıyla veriyorlar. Her bir domuza kaç tane verilecek ve kendisi insan olduğu halde domuzlardan daha değersiz olmuş. Çünkü kıtlık zamanı orada bir domuzun bir değeri var. Kendisi ölüp gitse hiç kimsenin umurunda olmaz ama bir domuz ölürse onlar için büyük bir kayıp. Bu durumda kendisi babasını hatırlıyor. Babasını iyi hatırlıyor. Babasını merhametli hatırlıyor. Diyor ki babam merhametli kişi. Ve çiftliğindeki işçiler bile benim bugünkü durumumdan kat ve kat gideyim babama, özür dileyim ondan. Bu düşünceler içinde kendisi cesaret buluyor babasına doğru gitmeye. Niye? Çünkü babasını doğru tanımış. Babasını doğru tanıyor. Eğer babasını merhametsiz, acımasız, diktatör biri gibi olsa büyük bir ihtimalle cesaret etmeyecek. Gidersem ayaklarımı kırar babam. Gidersem kovarlar beni, kardeşimle bir olurlar. Ama aklında öyle bir baba imajı var ki gittiğinde onu karşılayacak. En azından affedecek. Ve öyle de oluyor. Babası daha çok uzaktayken onu görüyor. Bu ne demektir? Babası hep yolunu gözlüyor aslında. Yolunu gözleyen bir baba. Ve koşuyor, henüz daha kendisine varmadan kucaklıyor, öpüyor, ağlaşıyorlar. Ve çocuk diyor ki baba diyor ben senin evladın denilmeye layık değilim artık. Sana karşı, göğe karşı, bütün kutsallara karşı günah işledim. Ben işçilerinden biri gibi kabul et. Babası diyor olur mu öyle bir şey? Sen benim oğlumdun, oğlumsun, hep oğlum olarak kalacaksın. Yapıp ettiklerin ikincil. Bu duyguyu biz anlıyoruz gerçekten. Sevgiler vardır, pazarlıksızdır. Herkes öyle değildir. Ağlarsa anam ağlar, gerisi yalan ağlar. Anne ve baba sevgisinden başka, pazarlıksız başka bir sevgi ben tanımıyorum. Kardeş sevgisi de öyle değil, arkadaş sevgisi de öyle değil. Sizi pazarlıksız sevecek, sizi her koşulda kabul edecek, sizin için gerçekten yürekten acı çekecek ve sizin için gerçekten sevinecek tek kişi anne ve babanızdır. Özellikle annenizdir. Bu gerçektir. Dolayısıyla oğul bunu görüyor ve babası diyor ki çabuk giysilerini değiştirin, temiz giysi verin, ayaklarına ayakkabılar verin, altın yüzüğü takın parmağına. Bu benim oğlum kaybolmuştu, bulundu, ölmüştü, dirildi. Ve eğlence başlıyor. Besli danayı kesin diyor. Şimdi buradan baba Tanrı'yı sembolize ediyor. Küçük oğul günahkarı sembolize ediyor. Hepimiz küçük oğuluz. Hepimiz Tanrı'dan mirasımızı aldık. Bize ömür denen bir miras verildi. Bir akılla geldik bu dünyaya. Yeteneklerimiz var. Akrabalarımız var. Sağlığımız var. Kısacası hepimize bir yaşam sermayesiyle Tanrı bu dünyaya gönderdi. Boş göndermedi. Çıplak bir maymun yavrusu olarak göndermedi bizi. Bizi göndermesi nasıl oldu? Sermayeyle gönderdi. Yaşam sermayesi. Kimine az, kimine çok ama bir şekilde bu hayatta kalabiliriz. Sonra hepimiz onu tükettik. İncil diyor ki günahsız hiç kimse yok. Bir kişi bile yok. Hepsi saptı yoldan. Peygamberler bile. Adem ve Havva'dan itibaren hepimizin içinde Tanrı'ya karşı bir isyan, ondan uzak kalma, ondan kaçma duygusu var. Bazılarımız kıtlığa uğruyoruz. Ruh kıtlığına. Hayatın anlamını sorguluyoruz. Ve diyoruz ki niye doğdum, niye yaşıyorum, niye öleceğim ben? Öldükten sonra ne olacak? Bazen hastalanıyoruz. Bazen
Maddi sıkıntılara düşüyoruz. Bazen yakınlarımız zorluğa düşüyor. Sevdiklerimiz zor duruma düşüyor. Onlar için kaygılanıyoruz. Dua etmek istiyoruz. İçimiz sıkılıyor. Rahatlamak istiyoruz. Jesus diyor ki o sizin göklerde olan babanız. Ona gidebilirsiniz. Bütün suçlarınızla, bütün günahlarınızla yeter ki gidin. Cesaretiniz olsun. O sizi günahlarınızla kabul edecek ama bir şey yapacak. Sizi değiştirecek tekrar. Size doğruluk giysisini giydirecek. Tekrar size otorite verecek, yüzük takacak. Ayaklarınıza ayakkabı, yani doğru yollarda yürüme gücü verecek. Sizi değiştirecek. Yeter ki ona gidin. Gitmekten korkmayın. Gidenleri hor görmeyin. Hepimizin aklında başkalarıyla ilgili ön yargılar vardır. O adam olmaz. Ondan iyi bir şey çıkmaz. Onun için adamın biri diyor ki ben en çok terzimi severim. Diyorlar niye terzini seversin? Çünkü terzime her gittiğimde benim ölçümü yeniden alır. Başkaları öyle değil. Bir kere benim ölçümü aldıktan sonra fikirlerini değiştirmezler. Biz öyle olmayalım. Jesus bize onu göstermedi. İncil, kutsal kitap bize diyor ki azizler, peygamberler düşüp günah işleyebilirler. Günahkarlar tövbe edip aziz ve peygamber olabilirler. Tanrı bize bu esnekliği veriyor. İnsan özgür iradeye sahip. O da şu demek, her an ben içimden geldiği gibi davranabilirim. O özgürlüğe sahibim. Doğru alışkanlıklar çok güçlü, bağımlılıklar çok güçlü, hatıralar, geçmiş çok güçlü ama ben özgür bir varlığım ve her gün güneş yeniden doğuyor ve ben bir hareketin ilk başlatanı olabilirim. Özgürlük bu demek. Kendimize ve başkalarına bu imkanı tanıyalım. İnsan değişmeye mahkum bir varlıktır. Biz hep değişiriz. Ölene kadar cıvığızdır biz. Seramikçinin elindeki kil gibiyiz. Çamurken biçimlenir, sonra fırına sokulur, artık katılaşır. Biçim veremezsiniz ona. İnsan ölene kadar biçimlenir. İncil'deki en muhteşem müjde hangisidir biliyor musunuz? Jesus haçlanmış. Sağında solunda 2 tane haydut var. Adam öldürmüşler, soymuşlar. 2 kere ölümü hak etmişler. Solunda olan diyor ki sen mucizeler yapıyormuşsun. Niçin mucizeler yapmıyorsun? Yap, kendini kurtar, bizi de kurtar deyip lanet ediyordu Jesus'a. Sağındaki diyordu ki ey Jesus, biz günahımız yüzünden layık bir şekilde ölüyoruz. Ama sen günah işlemedin. Krallığında geldiğinde beni hatırla. Ve Jesus ona diyor ki sana doğrusunu söyleyeyim. Sen bugün benimle birlikte cennette olacaksın. Niye? Çünkü en nihayetinde sonuç önemlidir. Ölüme nasıl girdiğiniz önemlidir. İmanla girin sevgili kardeşlerim. Bugün bu kiliseye girdiniz ya, boş giriş değil bu. Ruhunuza Tanrı'yı aramayı, onu özlemeyi öğrettiniz siz. Yaktığınız bu mumlar boş değil. Siz Tanrı'ya bir şey vermek istiyorsunuz. İnşallah o mumunuzla beraber kalbinizdeki imanı sunuyorsunuz Tanrı'ya. O zaman içinizde bir şeyler oluşacak ve siz Tanrı'yı doğrudan tanıyacaksınız. Yahudilerin sorunu, bu bağışlayamayan insanların sorunu Tanrı'yı kitaplardan öğrenmeleriydi. Musa'nın şeriatından öğrenmeleriydi. O bir ilk adımdı. Tanrı'ya yaklaşsalardı ve onu doğrudan tanımayı isteselerdi, o zaman Tanrı onlara kendisini açacaktı. Açtığında da kendisini bir baba gibi açacaktı. Onun için sevgili kardeşlerim,
Sevgiyi seçin. Çünkü Tanrı sevgidir. Herkese annelik ve babalık duygusunu besleyin. Çünkü hepimiz kardeşiz ve bu dünyada en az bulunan şeylerden birisi sevgi, bağışlama, hoşgörü, başkasının başarısını alkışlayabilme, kıskanmadan durabilme ve biz bunları yaptığımızda daha güzel insanlar olacağız. Büyük orucun amacı da bu. Bizi biraz daha güzelleştirsin Tanrı'nın gözlerinde. Orucumuzla, duamızla, kiliseye gelmelerimizle ve verdiğimiz sadakalarla ruhumuzu güzelleştirelim. Göklerdeki babamızın çocukları olalım. Der ortadan serp olalım.